Բարի երեկո, խոսքի իրավունքում Ավետիք Չալաբյանն է։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հարցել եք։ Ունենք մեծ թվով քաղբանտարկյալներ այսօր, բոլորին հայտնի է, գաղտնիք չէ։ Այդ թվում կին քաղբանտարկյալ ունենք Լիդիա Մանթաշյանը, նախադեպը չի եղել, եթե չեմ սխալվում։ Ի պաշտպանություն, որի երեկոյանից 44-օրյայի ազատամարտիկները նստացույց են անում Արդարադատության նախարարության առջև։ Ինչով է արտառոց այս վիճակը, ինչու են իներտ, երբեմն շատ ակտիվ միջազգային կառույցները։ Նախ ուզում եմ խոսքը սկսեմ իմ զորակցությունը հայտնելուց Լիդիա Մանթաշյանին, որին բնականաբար անձնապես ճանաչում եմ եւ կարծում եմ, որ այն, որ նա մինչեւ հիմա գտնվում է ազատազրկման մեջ, իրականում մեր ամբողջ հասարակության համար խարան է, որտեղ մենք ոնց որ հանգիստ ապրում ենք, շարունակում ենք ապրել, չգիտակցելով, որ կին երեխաների մայր առանց իրական մեղադրանքի, շինծ ու մեղադրանքով, առանց իրական հանցանքի պարզապես այսպես ասած ֆաբրիկացված, շինծու շուտ ձայնագրությունների համար մինչև հիմա արդեն մի քանի ամիս է գտնվում է ազատազրկման մեջ, իր ընտանիքից կտրած, իր կյանքից կտրած եւ առանց տեսակցությունների։ Այն էլ այո, առանց տեսակցությունների իրավունքի, որը ընդհանրապես աբսուրդի ժանրից է, այսինքն այդ ինչ վտանգ է ներկայացնում Լիդիա Մանթաշյանը։ Բայց այս հարցին մի քիչ ավելի լայն եմ ուզում անդրադառնամ, քանի որ Լիդիա Մանթաշյանի դեպքը թե միակն է, որ կին է, բայց բնավ բացառիկ չի իր էության մեջ։ Տեսեք, մենք Հայաստանում բախվում ենք մի խնդրի, որը մինչև վերջ չենք էլ գիտակցում։ Ես մինչև ձեր տաղավար գալը հատուկ որոշեցի ստուգեմ վիճակագրությունը, պարզվեց հետևյալը։ Հայաստանում ազատազրկվածների, ազատազրկման մեջ գտնվողների 53%-ը դրանք մարդիկ են, որոնց հետ կապված դատավճիռ չկա, այսինքն իրանք դատապարտված չեն։ Իրանք ազատազրկման մեջ են գտնվում առանց դատավճռի։ Հա։ Հիմա կասեք դա շատ է, թե քիչ է։ Ահա որ շատ է։ Մեր հարևան Վրաստանում ազատազրկվածների ընդամենը 24%-ն է, որ առանց դատավճռի է գտնվում ազատազրկման վայրերում։ Ռուսաստանում 25%-ն է, որ մեր աչքերում Ռուսաստանը այտենց մի հատ բան է, չէ՞։ Հանցագործ կրիմինալ, անօրեն երկիր է։ Անօրեն երկիր է եւ այլն, ընդամենը 25%-ն է, որ առանց դատավճռի է գտնվում ազատազրկման վայրերում։ Իսկ եթե վերցնենք արևելյան Եվրոպայի երկրներ, ինչպիսին է ենթադրենք օրինակ Չեխիան, Սլովակիան, Լեհաստանը, 10%-ն է ընդամենը ազատազրկված մարդկանց, որոնք ազատազրկման մեջ են գտնվում առանց դատավճռի։ Եվ ասեմ ձեզ, որ հարևելյան Եվրոպայի երկրներում շատ կոնկրետ է պրակտիկան։ Կալանքը որպես խափանման միջոց օգտագործվում է միայն ծանր եւ առավել ծանր հանցագործությունների համար։ Մնացած բոլոր դեպքերում կիրառվում են խափանման այլ միջոցներ։ Դա կարող լինի տնային կալանք, գրավով ազատության մեջ գտնվել, չբացակայելու, ավելի բացակայելու արգել, վարչական վերահսկողություն եւ այլն։ Տեսեք, Հայաստանում բացարձակ ռեկորդ է բոլոր եվրոպական երկրների մեջ, բացարձակ ռեկորդ է ազատազրկված մարդկանց մեջ կալանավորվածների տոկոսը, ոչ դատապարտված, բացարձակ ռեկորդ է։ Սա դեմոկրատիայի բաստիոնն է Փաշինյանի ոճով։ Մենք ունենք մի երկիր, մենք հիմա փաստ է դա, եւ Փաշինյանը, իր արդարադատության նախարարը, իր դատախազը թող գան ու հերքեն այդ թիվը, որտեղ ամենաբարձր տոկոսն է կալանավորվածների ազատազրկվածների մեջ։ Ավելի շատ կալանավորված ունենք, քան դա դատապարտված։ Դա աբսուրդ է։ Դες չի կարա լինի, հասկանում եք, դες չի կարա լինի։ Պարզապես, բայց մենք տենց ունենք, որտեղ մենք ժողովրդավարության բաստիոն ենք։ Հիմա հարց, ինչու այսպես կոչված ժողովրդավարական երկրները, ինչպիսին է ենթադրենք Եվրոպական միությունը, Ֆրանսիան, Գերմանիան, Միացյալ Նահանգներ աչք են փակում այս ամեն ինչի վրա։ Շատ պարզ, որովհետև Փաշինյանը կարողացել է իրենց համոզի, որ այս ամեն ինչ ինքը անում է Ռուսաստանի դեմ պայքարի համատեքստում։ Աշխարհակական բան է տվել, այսպես ասած, բացատրություն է տվել։ Բայց սա միայն քաղաքական բանտարկյալներ ինչի վերաբերում։ Սա ընդհանրապես բոլոր տեսակի բանտարկյալներին է վերաբերում։ Ես ինչպես հիշում եք ինքս կալանավայրում որոշակի ժամանակ եմ անցկացրել, ես հիշում եմ այնտեղ կային մարդիկ, որոնք 8 տարի գտնվում էին կալանավայրում առանց դատավճռի։ 8 տարի կալանավայրում առանց դատավճռի։ Դուք պատկերացնում եք այդպիսի բան։ Առանց դատավճռի։ Դա աբսուրդ է եւ ես կարծում եմ, որ պետք է հասնել նրան, որ մեր երկրում օրենսդրորեն քրեական օրենսգրքի մեջ եւ քրեադատավարական օրենսդրության մեջ այս ամեն ինչի վերջը փոխվի։ Տեսեք, մեր քրեական օրենսգրքում գրված է, որ կալանքը պետք է կիրառվի որպես բացառիկ միջոց։ Սա ծաղր է։ Սա ծաղր է, որտեղ կալանքը ոչ թե չի կիրառվում բացառիկ միջոց, այլ կիրառվում է համատարած։
ու պատժիչ միջոց։ Այո, եւ պատժիչ միջոց։ Մեր դատական համակարգը, եւ ես ուզում եմ սա առիթ օգտագործելով դիմեմ մեր բոլոր այն դատավորներին, որոնք գիտեն, որ քրեական օրենսգրքում գրած է, որ կալանքը բացառիկ միջոց է, բայց ասենց դակելով կալանքներ են տալիս, մասնապես նաեւ քաղաքականապես մոտիվացված դեպքերում։ Չեք ամաչում դուք։ Դուք օրենքին եք ծառայում, թե ինչին եք ծառայում, գրած է, չէ՞ օրենքում, որ կալանքը բացառիկ միջոց է։ Գրած է օրենքում, բայց իրականում, որովհետեւ այդ դեմագոգիան չշարունակվի մեր երկրում, պետք է փոխել այդ օրենքի հոդվածը։ Պետք է գրել, որ կալանքը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ որ կա հիմնավոր կասկած ծանր կամ առավել ծանր հանցագործությունների։ Եվ դա էապես կգսա, որովհետև օրինակ նույն Լիդիա Մանտաշյանի դեպքում նա չի մեղադրվում ծանր հանցագործության մեջ։ Հասկանում եք, խնդիրը դրանում է։ Ես ինքս կալանավորվել եմ թեթև բանի համար, այսպես կոչված, հանցանքի կասկածով։ Թեթև հանցանքի կասկածով, որով առավելագույնը նախատեսվում էր 1 տարվա պատիժ։ Առավելագույնը։ Դա աբսուրդ է, որ այդ կարգի բաների համար, կասկածների համար մարդիկ կալանավորվեն։ Հետո բնականաբար վերաքննիչ դատարանը իմ դեպքում փոխեց խափանման միջոցով գրավով ազատության թողեց ինձ, բայց մինչև այդ 3 ամսից ավել ստիպված անցկացեցի կալանավարում։ Եվ խնդիրը մենակ իմ մեջ չի։ Խնդիրը բոլոր են հազարավոր մարդկանց մեջ է, որոնք անհարկի ենթարկվում են ազատազրկման, որովհետև մեր օրենքում կա այդպիսի բաց, եւ երկրորդը, որովհետև մեր իշխանությունները անխղճորեն շահագործում են այդ բացը, անխղճորեն։ Եւ երրորդը, որովհետև այն երկրները, որոնք պետք է ինչ-որ չափով դա սահմանափակ են, որովհետև ի վերջո դատական բարեփոխումների ծրագրեր ունեն Եվրոպական միության հետ, Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտ ամեն տարի այդ արձանագրում է, այլ այսպես աչք են փակում, այսպես աչք են փակում։ Մենք ավելին ձեզ ասեմ, ես վերջերս օրինակ Միացյալ Նահանգներ եւ Եվրոպական միության դեսպանություններին նամակներ են գրել բանի հետ կապված։ Հաղորդում ենք տվել հանցագործության մասին, սրանից 3 շաբաթ առաջ գլխավոր դատախազություն Փաշինյանի գործած առերևույթ հանցագործությունների, օրինակ Հովանավանքը գրավելու մասին, հա։ Մինչև հիմա դատախազությունը չի արձագանքել։ Այդ դեսպանությունների նամակներ են գրել, թարգմանելով եւ այդ հաղորդումները իրանց ներկայացրել։ Մինչև հիմա չեն արձագանքել։ Չեն արձագանքել, որովհետեւ իրանց համար գերադասելի է աշկ փակել մեր երկրում տիրող իրավական ամենաթողության վրա, ինչա դա Ռուսաստանի դեմ պայքարը։ Բայց դրա ի՞նչն է Ռուսաստանի դեմ պայքարը։ Ոչ մի բան է։ Ոչ մի բան իհարկե։ Ինչ կապ ունի Հովանավանքի գրավելու հետ Ռուսաստանը։ Ինչ կապ ունի Ավետիք Չալաբյանի կալանավորումը Ռուսաստանը։ Բնականաբար ոչ մի Լիդիա Մանտաշյանինը, մյուսներինը։ Դա Փաշինյանը ուղղակի այսպես ասած այդ ամեն ինչը փաթեթավորել է։ Նրանք էլ ասում են, չեմ ուզում այդ բանի Սամոսայի մասին բանը նորից կրկնեմ, որ գիտեք էլի, որ մեր բանի տղան է, հա, շանտեղեն է այդ արտահայտությունը։ Այդ տրամաբանության մեջ աշկ են փակում ամեն ինչի վրա։ Աշկ են փակում։ Ու հենց ուզում են մեզ էլ համոզեն, որ իրանք մեղմ ասած ժողովրդավարական արժեքների կրողներ են։ Հարգելին է, եթե դուք ժողովրդավարական արժեքների կրողն եք, արձանագրեք դա։ Արձանագրեք, ասեք Հայաստանում անթույլատրելի մակարդակը կալանքների կիրառման։ Արձանագրեք դա։ Շատ լավ։ Տեսակ մարզահամերգային համալիրից այն օրը հրապարակված կադրերը։ Արդյոք պետական կառույցների աշխատակիցներին քաղաքական ռեսուրս դասնելու բացահայտ արշավ չէր Փաշինյանի արածը։ Ես կարծում եմ, որ Անոն Փխենյանում նստած Կիմ Չեն Ինը հիմա նայում էր դա ու մտածում, որ իր գործը հավերժ է եւ նորանոր շարունակողները գուցե մարշալ կլասի դասեր էր վերցնում։ Չէ, դասեր չի վերցնում, որովհետեւ իր կատարելության են հասել այդտեղ։ Կիմ Չեն Ինին ինձ թվում է գերազանցել անհնար է, հա, բայց նայում էր ու երևի մարդու սիրտը փառավորվում էր։ Ասում էր, տեսնում եք, ինձ ժողովրդավարության դասեր են տալիս, իսկ այդ տեսնում եք Փաշինյանը այ շարունակում է իմ գործը, շարունակում է մարդկանց 7000 մարդ հարկադրաբար շաբաթօրով բերել լցել է համալիր 5 ժամ պահել է այնտեղ գլուխներն է հարթուկել այդ ամբողջ ընթացքում իր բարբաջանքով փորձելով համոզել, որ այսպես ասած իր կապիտուլյանտական տեսլականը պետության դա ճիշտ պետությունն է, որ պետությունը չպետք է լինի ազգային, որ հայրենիքի մասին պետք է մոռանալ եւ այլն եւ այլն։ Ու 7000 մարդու ստիպել է, որ այդ բարբաջանքը լսեն։ 7000 մարդու կտրել է իրանց հանգստյան օրից, իրանց ընտանիքներից, իրանց գործերից։ Իդեպ ես ձեզ ասեմ, այդ հայտնի 236-րդ հոդվածը հանրային հավաքին հարկադրել է։ Ժամանակի ընթացքում նորից դուրս է լողալու։ Ես համոզված եմ, որ այդ 7000 հոգուց գոնե 7-ը կգտնվի, որը կգա կասի, մեզ հարկադրել էին գնալ։ Իշխանապողությունից հետո։ Այո, մեզ հարկադրել էին գնալ, մենք չենք ուզում, մեզ հարկադրել են։
Իդեպ ես ասեմ, քանի որ Փաշինյանը տասնյակ հանցագործություններ ա գործել առերևույթ էս Այդ ընթացքում։ ամենաթեթևներից Մի հատ ավել, մի հատ պակաս շատ բան չի փոխում, ասենք օրինակ Հովանավանքը գրավելու համար սա ավելի մեղմ բան է, եթե նա ծանր հանցագործություններ, սա ոնց որ թեթև է։ Բայց մենք այդ բոլորը շարունակում ենք արձանագրել եւ կարծում ենք, որ այդ հոդվածով էլ մենք կվերադառնանք Փաշինյանին։ 7000 մարդու իսկապես 7000 մարդու եթե դու պարտադրում ես բացարձակ ապուշությամբ զբաղվել, ոնց լինի դրանից 7-ը վերջի վերջո բան կանեք բողոքի։ Էլ չեմ ասում ավել էլի։ Ձեր կարծիքով այդ 7000 այդ պետական ծառայողները, որ ներկա էին այդ օրը Պոլիտբյուրոյի սիեզդին, հաճույքով էին եկել, թե ոչ, եւ արդյոք նրանք ու նրանց ընտանիքների անդամները անպայմանորեն Փաշինյանի ընտրաձայնն են։ Տեսեք, եթե անկեղծ ասեմ, ես կարծում եմ, որ այդ ամեն ինչ արվում է մենակ մի պարզ պատճառով։ Փաշինյանը գիտակցում է, որ ինքը հանրային աջակցություն չունի։ Իրանք փորձեցին Վաղաշապատի ընտրությունները ներկայացնել որպես ԿՊ-ի ջախջախիչ հաղթանակ, թե կոնկրետ Վաղաշապատ քաղաքում ԿՊ-ն իր ամբողջ վարչական ռեսուրսի օգտագործումը մոտավորապես 42% էր հավաքել եւ պետք է մեծ երևակայություն ունենար, որ այդ ամեն ինչը ջախջախիչ անվանել, նույնիսկ հասկանալի չի ում է ջախջախել։ Հավաքել ես այնքան, ինչքան քո հիմնական հակառակորդը, պլյուս մինուս, հա, 1-2%-ի տարբերություն։ Հենց հակառակորդներից մեկը։ Հա, հիմնական հակառակորդը, հիմնական հակառակորդը։ Հələ լիքը հակառակորդներ կան, որ այդ ընտրություններին չեն մասնակցել, համապետականին մասնակցելու են։ Հա, եւ բաց դրանից ի վերջո բարձր ձայները հավաքել Արգիշտի Մեխակյանը, որ ամբողջ ընտրական գործընթացի ընթացքում իրանք կապես դիստանցավորում էր իր պաստառների վրա ԿՊ բառը գրած չէ, կամ նենց էր գրած, որ ոչ մեկ չտեսնի։ Չէ, բաստանց խոսքով էլ իրան դիստանցավորում է, մեզ ԿՊ-ի հետ կապ չունի։ Բայց ամենակարևորը հետեւյալն է։ Փաշինյանը գիտակցում է, որ ինքը այդ հանրային աջակցությունը չունի։ Նա դա տեսել է, մասնապես այդ իր բոլոր այս պատարակների շարքով, որտեղ իր հետևից գցած ստանում է իր 500 ակտիվիստներին։ Եվ նա արել է մի բան, որը իսկապես մեզ վերադարձնում է Խորհրդային Միության ամբողջատիրական ժամանակներ, երբ որ իսկապես այսպես կոչված ռուսերեն բառ չէ, ռազնարյադկա։ Չգիտեմ, էլի բառեր կա, որ հայերեն չեն թարգմանվում, եւ փառքաստով որ չեն թարգմանվում, որովհետեւ հայերենում չկա ռազնարյադկա։ Մարդկանց sense պարտադիր ինչ որ միտեղ տանել, անիմաստ 5 ժամ թթու դնել, էլի։ Չկա տենց բառ, բայց Փաշինյանը էտել է արել։ Էտել է արել, որտեվ ինձ թվում է բոլոր հիմնական բաները, միջոցները, գործիքները սպառվել է այս մարդու մոտ։ Սպառվել է, ստիպված է ձևի բաներ անում։ Պարզավոր մարդիկ ոչ միայն դժգոհ են, ամբողջ քաղաքով այդ դժգոհությունը պտտվում, լուրերով մարդիկ բողոքում են, ասում են, ինչ է մեր հետ, Սերժի ժամանակ նույնիսկ sense բաներ չէր լինում եւ այլն։ Դրան է հասել։ Լավ, եկեք անցնենք մի այլ թեմայի, ռազմական գնումների հանելուկին։ Ուր է 8 միլիարդ ԱՄՆ դոլարը։ Ասում ես ենք գնել։ Հա, որ Տեսեք, քանի որ մենք գործ ունենք ստախոսների իշխանության հետ, ստախոսների վարչախմբի հետ, տարբեր տեսակ հայտարարությունները պետք չի լուրջ վերաբերվել, էլի խոսքը վերաբերվում է 8 միլիարդ պետական պարտքի աճի հետ։ Ակնհայտ է, չէ՞ որ պետական պարտքի աճը չի օգտագործվել միայն սպառազինությունների գնման վրա։ Մենք երեք նայել ենք թվերը հատուկ Ստոկհոլմի միջազգային ինստիտուտը, որը մշտադիտարկում է իրականացնում ռազմական գնումների։ Մեր գնահատմամբ խոսքը գնում է մոտավորապես 1.8 միլիարդի գնումների մասին 2020 թվականից ի վեր։ Բայց 6.8-ից ինչ է 2000 ոչ մի բան, դա ռազմական գնումների հետ ոչ մի կապ չունի։ Բա ուր է 2020 թվականից ես ձեզ իմիջիայլոց կարող եմ ասել նաև ինչա գնվել, որովհետեւ դուք պատկերացնեք։ Ուրեմն հիմնական գնումները իրականացվել են Հնդկաստանից, խոսքը գնում է հրետանային համակարգերի մասին, խոսքը գնում է հոբ համակարգերի մասին։ Դուք բաց ինֆորմացիա եք ասում։ Բաց ինֆորմացիա, դա հա, բայց այդ ինֆորմացիան բաց է, միջպետական գնումները սպառազինության, դա բաց ինֆորմացիա է, բաց ինֆորմացիա։ Ուրեմն հիմնական Շարժ փորձանքից հեռու վաղը չգան ձեր հետևից։ Չեն գա իմ հետևից, դա նույնիսկ ասում Սիպրի բանն է, տեղեկությունն է Ստոկհոլմի ինստիտուտի։ Ուրեմն խոսքը գնում է բանի մասին, հակաօդային պաշտպանության միջոցների մասին Հնդկաստանից գնաց, խոսքը գնում է դեռևս 20 թվականին գնաց 4 հատ ռադարների մասին, հնդկական, խոսքը գնում է հրետանային համակարգերի մասին, հակատանկային համակարգերի մասին, Ֆրանսիայից գնաց հեռահար ռադարների, 3 ռադարների մասին եւ ոչ մեծ խմբականակ այդ այսպես կոչված բաստիոնների մասին։ Իդեպ 20 թվականին ոչ մեծ խմբականակ նաեւ ռուսական մարտական ուղղաթիռներ են գնվել հլային ժամանակից եկող կոնտրակտներով։ Մոտավորապես ընդհանուր գնահատականը 1.8 միլիարդ դրամ է 5 տարվա ընթացքում, որը մեծ թիվ չի։ Դուք հաշվի առեք, որ Ադրբեջանը տարեկան է այդքան գնում իրականացնում։ Տարեկան է այդքան սպառազինությունների գնում իրականացնում։ Մենք 5 տարում ենք դա արել։ Եվ ավելին ձեզ ասեմ,
դա պետք է համադրել Արցախում 2023 թվականին թողած սպառազինության հետ։ Ամենատարբեր հաշվարկներով 4-ից 6 միլիարդի, չէ՞։ Դժվար է թիվը ասեմ ինչու, որովհետև սպառազինության զգալի մասը հին է նաև։ Ասենք հին 70 հին դե 30 հրանոթներ են եւ այլն, դրա գնահատելը այդքան հեշտ չի կամ մոսաներ են, հա, բայց պարզա որ խոսքը գնում է հարյուրավոր միավորների եւ միլիարդավոր դոլարների մասին։ Թե կոնկրետ ինչքան, բայց մոտավորապես նույն կարգի թվերն, այսինքն երբ որ նրանք ասում են սպառազինություն է գնել, սպառազինություն է գնել, սպառազինություն է գնել, կարելի է հարց տալ։ Հարգելիներս, բայց այդքան սպառազինություն ինչու Արցախում թողեցիք։ Հանեք դուս։ Պայմանավորվեք Ադրբեջանի հետ, հանեք դուս այդ սպառազինությունը։ Հազար ձև կար դրա։ Ըստ էության այն սպառազինությունների գնումը, որը տեղի ունեցել, բացառությամբ երևի հակաօդային պաշտպանության միջոցների լավագույն դեպքում լրացնում է այն սպառազինությունը, որը թողվել է Արցախում։ Լավագույն դեպքում։ Մասնապես հրետանու մասով։ Հայտնի պատգամավորն ասում է, որ բանակը, որ կես տարով կրճատում ենք, երեք դե հանձնաժողովում էլ հավանության արժանացավ 1.5 տարի ժամկետային զինծառայությունը դարձնելը։ Կես տարի ավելի շուտ կգան տուն զինվորները։ Կես տարի ավելի շուտ կամուսնանան, կես տարի ավելի շուտ կսկսեն հարկ վճարել։ Դուրեկան եւ խելացի տրամաբանությունը այդպես չէ։ Տեսեք, ցանկացած բնդում պետքա համադրել այսպես ասած գործողության եւ հակազդեցության տեսանկյունից։ Եթե ամեն ինչ ավելի լավ լիներ, կարելի էր դա անել դեռևս 10 տարի առաջ։ Պատճառ կար, ինչու 10 տարի առաջ դա չէր անել, հա։ Հիմա, եթե հիմա կես տարով կրճատվում է ժամկետային ծառայության տևողությունը, որը ինքնին ես կարծում եմ աղետալի չի, պետք է հստակ բացատրել, թե ինչ միջոցներով է համալրվելու բանակի թվակազմը։ Եթե բանակի թվակազմը դրանից չի տուժում, ավելին ձեզ ասեմ, եթե բանակի կրակային հզորությունը նաև դրանից չի տուժում, ես ինքս դրան չեմ կարող դեմ լինել, որովհետև ընդհանրապես ասած, եկեք հասկանանք, ժամկետային ծառայությունը ինչ նպատակի է ծառայում։ Առաջինը որոշակի բազային գիտելիքներ սովորացնել ամբողջ արական բնակչությանը, պաշտպանական գիտելիքներ, մասնագիտություն, մարտական եւ այլն սովորացնել։ Դա մոտավորապես առաջի 4-5 ամիսն է։ Հաջորդ ամբողջ տևողությունը դա մարտական ծառայությունն է, որը փորձ ձեռք բերելն է։ Հիմա տրամաբանորեն կարելի է ասել հետևյալը, որ այն փորձը, որը դու ձեռք ես բերում 1.5 տարվա ընթացքում, կարաս ձեռք բերես մի տարվա ընթացքում։ Մի ամսում չես կարա, բայց մի տարում կարաս։ Այսինքն այդ տեսանկյունից մի տարի թե 1.5 տարի տարբերությունը շատ մեծ չի։ Տարբերությունը շատ մեծ չի։ Մի կարևոր վերապահումով։ Եթե մենք գիտենք, թե բանակը ինչ միջոցների հաշվին է համալրելու, որովհետև մեր ամեն զորակոչ 5-ից 6000 մոտավորապես արական սեռի երիտասարդներ են, եթե մենք մի զորակոչ ավելի պակաս ունենք բանակում, հա 4 զորակոչի փոխարեն 3 զորակոչ խոսքը գնում է 5-ից 6000 թվականակով կրճատելու մասին։ Շատ լավ, ասեք, ումով եք դա փոխհատուցում, որովհետև եթե դուք ասում եք մենք դա փոխհատուցում ենք պայմանագրային զինվորականներով, ապա ես հաջորդ հարցն եմ ձեզ տալի։ Ուր է բյուջեում նախատեսված այդ միջոցները։ Բյուջեն, եթե դուք 100 միլիարդ դրամով կրճատում եք, բա ոնց եք ավելացնելու պայմանագրային զինծառայողների թիվը։ Եվ այդ երեք ես հարցու պատասխանի դեպ թեթև հետևել եմ, նախարարն էր պաշտպանության մասնակցում։ Ես այդ հարցի պատասխանը չտեսա։ Չտեսա այդ հարցի պատասխանը, այդ 5-6000-ը, որ կրճատվելու են, ումով են դրանք լրացվելու եւ որտեղ է դրա համար նախատեսված միջոցները։ Այսինքն ավելի ու ավելի շատ են հարցեր առաջանում այս գործողություններից, թե ձեզ գոնե այս պահին պարզ է որողությամբ եւ ինչի համար է այսպես արվում։ Ինձ թվում է պատճառը շատ պարզ է, դա այսպես ասած ժեստ Ադրբեջանին, Ադրբեջանի հետ պայմանավորվածությունը։ Ադրբեջանը ամենայն հավանականությամբ այսպես կոչված խաղաղության պայմանագիրը ստորագրելու դիմաց ունի մի շարք նախապայմաններ, բացահայտ, օրինակ սահմանադրությունը փոխել, եւ ոչ բացահայտ, օրինակ ձեր բանակը կրճատել։ Եվ իրականացվում է այդ նախապայմանը, այո։ Իրականացվում է այդ նախապայմանը։ Ունենալ ավելի փոքր բանակ, ավելի փոքր, ավելի անվտանգ, Ադրբեջանի համար ավելի անշարժ։ Խաղաղության, իսկ խաղաղության պայմանագիրը եկեք հասկանանք, ինչ է մարդ, այդ խաղաղության պայմանագիր, ոչ թե խաղաղության համար։ Ադրբեջանը չէ թաքցնում, որ ինքը խաղաղության չի ձգտում։ Այլ Հայաստանը ամլացնելու։ Այլ Հայաստանը, այո, Հայաստանը ըստ էության Ադրբեջանի համար էլ ավելի խոցելի, էլ ավելի թույլ դարձնելու համար, որովհետեւ Ադրբեջանը ցանկացած պահի, երբ որ բացվի, այսպես ասած, հաջորդ աշխարհակահաղական պատուհանը, ունենա իր դեմ թուլացած ոչ մարտունակ, թույլ պաշտպանվելու անընդունակ Հայաստան։
Դա է խնդիրը, նա էլ հերթականությամբ դա անում է, իսկ Փաշինյանը իր իշխանությունը վերարտադրելու համար ոչ մի միջոցների առանց չի խորշում։ Ներառել նաև օրինակ այս միջոցների, որտեղ այս միջոցը փաստորեն ոնց որ կրկնակի խնդիր է իր համար լուծում։ Նա մի կողմից Ադրբեջանին տված իր խոստումն է կատարում, մյուս կողմից բնակչության ասում տեսնեք, ես խաղաղություն եմ բերել։ Ընտրություններից առաջ։ Կարելի է մարտական ծառայությունը, տևողությունը, ժամկետային ծառայության տևողությունը կրճատել։ Նորից եմ կրկնում, ժամկետային ծառայության տևողությունը կարելի է կրճատել, բայց եթե դա փոխհատուցվում է համարժեք պայմանագրային զինծառայողների մուտքով բանակ, իսկ դրա համար անհրաժեշտ են բյուջետային միջոցներ, որոնք նախատեսված չեն։ Շնորհակալ եմ։ Ձեզ եմ շնորհակալ։ Հայկական երկրորդ եթերում խոսքի իրավունքից օգտվեց Ավետիք Չալամյանը, մենք կհանդիպենք ցտեսություն։ Օրվա հարցը տարբեր տեսանկյուններից առանց անկյունների սեղանին։ Սա խոսքի իրավունքն է, ես Շավարժ Գևորգյանն եմ, եթե ուզում եք բաժանորդագրվել YouTube-յան մեր ալիքին, հղումը էկրանին է։